համար, շնորհակալություն հայտնել հեղինակներին իսկապես աշխատանքի համար։ Ես ինքս էլ որպես հետազոտող իհարկե գիտեմ, որ հետազոտությունը ունենում է առաջադրված խնդիր եւ կատարվում առաջադրված խնդրի շրջանակներում, ինչը չի նշանակում, թե այլ խնդիրներ չեն կարող դրվել եւ ինչը չի նշանակում, թե այն ինչ անգամ ես կասեմ, ամենևին որևէ կերպ նսեմ ասում է այն ինչ որ արվել է։ Եվ շնորհակալ եմ այս բանավեճը սադրելու համար, որովհետեւ հենց շարունակությունն է, որը հարցերը երբ հետազոտությունը հարցերը առաջ բերում, ինքը նշանակում է, որ արդեն ստացված հետազոտություն է։ Իդեպ ես հենց նոր ականատես լինելով հատկապես հյուրանոցի անվան հետ կապված ձեր զրույցին ոչ թե ուղղակի ուզում եմ շատ կարճ արձագանքել դրան, այլ առողջ գիտեմ, որ Ռամադան միջազգային ցանց է, այլ ուղղակի քանի որ ինքս էլ ոտքով շրջելով գալիս էի ու տեսնում էի մեր նախկին ազգափրկիչ Արցախապահպան իշխանություններին պատկանող ուրեմն այդ շենքերը, որտեղ տեղակայված են, ես էլ նկատեցի ասին չճաշակ են ունեցել նացիոնալ իմպերիալ, չգիտեմ, Ռամադա, Հայատ, բան, այդպես այս է եղել Հայաստանը եւ այդ Հայաստանը ունի այս կախվածությունները, որը նկարագրված են զեկույցում։ Բացարձակապես էլի ընդգծելով եւ շեշտելով աշխատանքի ու կատարվածության արդյունքները, իհարկե նորմալ է, որ սեկտորալ ճանապարհով եք գնացել, նկարագրել եք ամեն ոլորտում, կլինի դա ինֆորմացիոն, կլինի դա ուրեմն ենթակառուցվածքային այլ ոլորտում նկարագրել եք կախվածությունները։ Ես իմ համար արդեն եւ միգուցե շատերի համար արդեն դասական կախվածություններ են, ոչ միայն քրոնիկ, այլ դասական։ Եվ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ երբ որ իմ հարգարժան գործընկերները ըստ սեկտորների ներկայացնում էին սպառնալիքները եւ կազմում էին սցենարները, ես հասկացա, որ ես այլ կերպ եմ պատկերացնում գոնե սցենարիո պլանինգի մակարդակը։ Ինչու, որովհետեւ վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ անգամ Ռուսաստանում հասկացան, որ այս դասական կախվածությունները օգտագործելը շրջվում է իրանց դեմ։ Փակում են Լարսի միջանցքը, փակում են սեփական ճանապարհը դեպի Հարավային Կովկաս։ Կտրում են Հայաստանի գազը, Իրանը հիացական ճիչեր արձակում, հաջորդ օրը զանգահարում են Երևան, ասում են, բա գիտեք, մենք կարող ենք ուրեմն ձեզ գազ մատակարարել, նոր շուկա բացրել։ Ժողովրդագրության մասով, եթե հայերին հավաքում են այնտեղ ուրեմն տաջիկների, ղրղզների կամ մյուս այլ ազգությունների նման ուրեմն ինքնաթիռներով ուղարկում են, այլ լարվածությունները առաջանում Ռուսաստանի նկատմամբ եւ վտանգվում է մեր փրկիչի հայ ժողովրդի բարեկամի, այսպես ասած դասակերտային դասակերտային ճակերտավոր իմիջի եւ այսպես շարունակ։ Եվ նաեւ Ուկրաինայում նրա ագրեսիան ցույց տվեց, որ ինքն էլ է հասկացել, որ այդ խորհրդային երկրներում դասական կախվածություններով ուղղակի այդպես սեկտորալ ճնշումները չեն տալիս արդյունքը, որովհետեւ նույն ձևի Ուկրաինայի միջև եւ Ռուսաստանի միջև 2013-12-13 թվականներին ցանցազերծվել են եւ կատնային պատերազմներ, եւ հաղճապակյա պատերազմներ, տնտեսական պատերազմներ, ամենատարբեր ներկայացնել եւ շոկոլադային պատերազմներ եւ այլն։ Այս առումով ես եւ նաեւ շատ այլ հետազոտողներ բազմիցս էլ անդրադարձել եք ժամանակին, ասածս որն է, եթե մենք սցենարիո պլանինգը տանում ենք սեկտորալ ճանապարհով, այդտեղ այո, մենք նախազգուշացումներ ստանում ենք։ Երկու օր առաջ ենք նախազգուշացում ստացել, որ եթե գիտեք համարձակվեք Եվրոպայի հետ ձեր հարաբերությունները բարձրացնել ռազմական գործընկերության մակարդակի եւ այսպես ասած քայլեր անել ԵԱՏՄ-ի դեմ, այդ դեպքում մենք իրավունք կվերապահենք մեզ պաշտպանել ԵԱՏՄ-ի գործարարներին, չգիտեմ, հասարակություններին ձեր քայլերի նրա հետևանքներից։ Սեկտորալ առումով նախազգուշացումներ տալիս են, բայց իրենք էլ են հասկանում, որ սրանք կիրառելը շատ արդեն հակառակ էֆեկտ է տալիս։ Նույն Ուկրաինայի դեպքում դա չտվեց։ Իմ կարծիքով, եթե մենք որևէ ձևով այս ավանդական կախվածությունները, որոնք քննարկում ենք, որը ճիշտ է, որովհետև ի վերջո մենք պիտի գանք ինքնաբավության շատ կարևոր շեմերի, քանակապես բնութագրերի բոլոր ոլորտներում կլինի հացահատիկի առումով, կլինի, չգիտեմ, գազի առումով, կլինի այլ ներմուծումներից կախվածությունների առումով, այդ ինքնաբավությունը առաջինը մեզ է պետք։
եւ կապ չունի իսկապես որ երկիրն է որևէ X պահի դա օգտագործելու։ Շատ ավելի կարևոր է հասկանալ այդ տիպաշարերը, հնարավոր տիպաշարերը, երբ սրանք կարող են էլեմենտներ դառնալ այն ամենում, ինչ անվանում ենք հիբրիդային։ Իսկ ինչու ենք անվանում հիբրիդային, որովհետև հիբրիդայինի դեպքում ոչ միայն համակցվում են, ոչ միայն այսպես ասած ռազմական նպատակները հետապնդվում են քաղաքական ճանապարհով եւ հակառակը քաղաքական նպատակները հետապնդվում են ռազմական ճանապարհով կամ տնտեսական ճանապարհով եւ այլն, այլ ուղղակի համակցության մեջ։ Եվ համենայն դեպս, եկեք ընդունենք բոլորս, ավարտում եմ պարոն Միսկարյան, ես գիտեմ, որ դուք անհամբեր ուզում եք ինձանից լավ խոսեք։ Ես էլ եմ հարց տալիս։ Եվ այս առումով հարցս ձևակերպելու համար բերում եմ հետևյալին։ Որտեղ նույն Ուկրաինայի նկատմամբ ագրեսիան ցույց տվեց, որ հիմնական գործիքը, որը մնացել է Ռուսաստանին օգտագործելն է, դա խոշոր պատերազմն է, եւ նաեւ ոչ միայն Ուկրաինան, այլ դրա նախերգան Արցախի, այսպես ասած, ոչնչացումը, որ կամ պիտի պետությունը ոչնչանա, որ հայ ժողովուրդը գլուխ հավաքի ինչպես Արցախի դեպքում, կամ պետությունը պիտի կիսա ոչնչանա, որպեսզի ուկրաինացիների մնացած մասը հետները գլուխ հավաքին։ Եվ ես կարծում եմ, թույլ տվեք ինձ ասել, ես մի հատ էլ բաժին կավելացնեի այս սպանալիքներին։ Ոչ թե որ հիբրիդային եղանակով դիտարկվի բոլորի համակցությունը, այլ ձեր եւ բոլորիս աչքի առաջ, 2 օր առաջ Հայաստանի Հանրապետություն 10 տարի ոչ բարով պաշտոնավարած մեկը Ռոբերտ Քոչարյանն աննազգանումը վերակայնում ասում է տեսակ են գյուզալական Ուկրաինան ոնց վարի տվեց Զելենսկու նման տղեն եւ այլն։ Այսինքն նարատիվների այն ամենը ինչ որ արում է մեր համայնքին, մեր կոլեկտիվ պատկանող մարդու միջոցով եւ այստեղ պարոն Ղայբոզյան խնդիրը ոչ թե նա որ ռուսերեն իմացողները շատ են, այդ իհարկե կարող ունենա իր հետևանքը, այլ որ ռուսերենից արտագրված լրահոսն է շատ։ Այստեղ եկեք հասկանանք, որ խողովակը այո կարևոր է եւ հետեւաբար հարցը ուղղում հետեւյալ կերպ։ Մի տեսակ գծային մոտեցում եմ, ես մի քիչ մաթեմատիկական կրթություններ ունեմ, դրա համար գծային մոտեցում եմ տեսնում սցենարիո պլանինգում։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ պատերազմը, որը պիտի բերեր Ռուսաստանի հաշվարկով մեծ հետևանքի եւ հայ ժողովուրդը հավաքել հույսը կտրել արևմուտքներից Եվրոպայի մաս դառնալու եւ այլն, ճիշտ հակառակ էֆեկտներն է տալիս։ Այս առումով խնդրում եմ հետեւյալ հարցին ձեր ազնական վերաբերմունքը։ Եթե դուք չառանձնացնեք ըստ սեկտորների սպառնալիքները, ապա որը կլինի ձեր կարծիքով, ձեր առանձնացրած այս հրաշալի հետազոտության եւ հանրագումարի արդյունքում վատագույն, միջին եւ լավագույն սցենար, որովհետեւ նայեք, դուք նշում եք կախվածություններ, բայց այդ կախվածությունների դեպքում նաեւ մի տեսակ դուրս ենք թողնում իր կախվածությունները մեզանից, ասենք օրինակ, Ռոբերտ ջան, դու ասում ես բանը Հարավկովկասյան երկաթուղին սուբսիդավորում է իր կողմից կատարվելիք ծախսերը Հայաստանի բյուջեի հաշվին։ Հա, բայց ռուսական ռազմաբազայի կոմունալ կենցաղային ուրեմն գումարներն ենք մենք վճարում, հոսանքի, ջրի եւ այլնի, ասենք դա էլ իրանց կախվածությունն է մեզանից, որքան էլ անարժանապատիվ անհավասար պայմաններ են, այսպես ասած ռուսական ռազմաբազային այդպիսի բաներ տալը, այլ երկրներում նորմալ դեպքերում վարձակալության վճարել են վերցնում դրանից, բայց տղա պարագայում եթե նա քայլ ունի անելու, մենք էլ ունենք, խոսանք անջատելուց, կներեք ջուրը անջատելուց, գազը անջատելուց, ինչպես որ արվում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու եւ սպառողի դեմ։ Ես միջամուց ասեմ, ռուսական ռազմաբազայի ջուրը հոսանքը անջատելու պրակտիկա եւ իրենց տեսանկյունից հաջող պրակտիկա ադրբեջանցի ունեն։ Եվ Ղարաբաղում տեղակայեցնիկ զտումից հետո մնացած դեռևս խաղապահ այսպես կոչված խաղապահ զորախումբը նաև այդ մեխանիզմներով Ադրբեջանը վրընդել։ Ես մի քանի բան կարճ ասեմ, հետո խոսք փոխանցեմ գործընկերներին, նաև Հարավկովկասյան երկաթուղիների
փոխհատուցումների մասով հիմնական կոնցեպտն այն է, որ քանի որ այդտեղ առկա է կարգի խախտում, թե փոխհատուցումների հարցում, թե այլ հարցերում իր պարտավորությունների խախտում, դա լծակ է Հայաստանի ձեռքում, Հայաստանի պետության, կառավարության ձեռքում, ընդդեմ հարավկովկասյան երկաթուղիների այդ լծակ կարելի է օգտագործել, որպեսզի հարավկովկասյան երկաթուղիները ինքնին որպես լծակ մեր դեմ չօգտագործվի, հա։ Ես ձեր ասած խմբերը սկսած Ռոբերտ Քոչարյանից եւ վերջացրած ինչպես ես մարդ կա Հայաստանում քաղաքական ակտիվություն ացուցաբերում Մոլդովայում իրանց ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտելու համար հետախուզման մեջ է։ Եվ այդ մարդու պատճառը օրինակ Հայաստանի քաղաքացիները, որ Մոլդովա են մտնում, այդ սահմանին մեր երրակի ստուգում են, համոզվում են, որ այս մարդը ռուսական ագենտ չի նոր են թողում, հա։ Տենց մարդիկ են կան Հայաստանում, տենց ակտիվ գործունեություն են ծավալում, այդ ամեն ինչը մեծ հաշվով տեղեկատվականի մեջ է տեղավորում, եւ վերջինս դուք նշեցիք լեզուն, իրականում ինձ թվում է պետք չի թերագնահատել լեզվի մասը, եւ լեզվի մասը բոլոր կոմպոնենտներում։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ դպրոցներից մինչև զինված ուժեր լեզվի ուսուցում լինի։ Որտեղ զինված ուժերում դու ամերիկյան մոդել բերելու գլխավոր խնդիրներից մեկը ոչ միակ խնդիրը, բայց գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ մոդելը կրողները գիտեն անգլերեն, իսկ զինված ուժերում չգիտեն անգլերեն։ Մեծ մասամբ շնորհակալություն։ Պարոն Սաֆյան, սկսեմ այսպես կարճ հատվածից կապված Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի ազդեցության այլ ուրեմն գործիքների, տարբեր օգտագործվող ապուշների ուրեմն հանգամանքից այդ ամեն ինչը մենք ծածկել ենք տեղեկատվական անվտանգության բլոկում, հատուկ անդրադարձել այնտեղ կատարել ենք, անվանական նույնիսկ անդրադարձել այնտեղ կատարել ենք, նույնն արվել է նաեւ ռազմաբազայի հարցում, ուղղակի կարևոր աշխատությունը 65 էջ է, դա ամբողջությամբ մանրամասն հիմա ներկայացնել չէին կարող այդ մասով։ Ես ուզում եմ մի հատ ֆիքսել, թե մենք մեր առջև ինչ նպատակներ ենք դրել այս աշխատանքը բերելուց։ Առաջինը, որի մասին ես ամենաառաջինը ասեցի, հա, խոսքումս, որ մենք ուզեցել ենք սկսել առնվազն Հայաստանի հանրային դաշտում արձանագրումը այն փաստի, որ Ռուսաստանից կախվածությունները դրանք սպառնալիքներ են, որտեղ շատ երկար ժամանակ դա այդպես չի ընկալվել, դա չի ընկալվել որպես սպառնալիք։ Ուսա մեր համար շատ կարևոր էլեմենտ է։ Հաջորդը, որ մենք մեր առջև դրել ենք, դա առանձին ոլորտներում այդ կախվածության աճը ֆիքսելն էր, որտեղ մենք մի քանի մեր համարումից բացահայտում էր, որ առանձին ոլորտներում այդ աճը վերջին 2-3-4 տարիների ընթացքում ինչքան է աճել այդ կախվածությունները։ Երրորդը, ինչու ենք այսպես ոլորտայինով գնացել, որտեղ այսպես թե այնպես մենք ուզում ենք արձանագրենք բոլոր կախվածությունները, դա սիստեմավորելու տեսանկյունից ամենահեշտ մեթոդաբանական լուծումը դա առանձին բլոկերի բաժանելն է։ Ինչը սակայն չի նշանակում, թե Ռուսաստանը իր կախվածությունները եւ իր սպառնալիքները կիրառելու դեպքում առանձին ոլորտայիններով է գնալու։ Շատ ավելի հավանական է, որ հիբրիդային հարվածները հասցվեն առանձին ոլորտներից օգտագործվող առանձին կախվածություններով միաժամանակյա։ Սա մեթոդաբանական լուծում է եղել ամբողջը ծածկելու համար։ Հաջորդ էլեմենտը դա մենք մի քանի անգամ ենք աշխատանքի մեջ ուրեմն արձանագրել, որ առանձին ոլորտներում միջև այս պահը մենք չենք տեսնում այդ կախվածությունների օգտագործումը, որտեղ շատ հաճախ այդ կախվածությունները փոխադարձ են։ Այդ կախվածությունները ուրեմն փոխադարձության սկզբում, որ Ռուսաստանի համար էլ կա որոշակի կախվածություն առանձին ոլորտներում Հայաստանից։ Ինչը սակայն մեզ բերել է մի հատ այլ եզրահանգման, որ այս պահի դրությամբ առանձին սպառնալիքների իրացումը մահացու հետևանքներ Հայաստանի համար չի կարող ունենալ, որտեղ մենք նախորդ տարիներ ունեցանք փորձ, որ առանձին սպառնալիքներ կիրառվեցին, մենք դրանք այլընտրանքներ գտանք, բայց մենք ֆիքսում ենք, որ բոլոր սպառնալիքների միաժամանակյա օգտագործումը կարող է ունենալ աղետային հետևանքներ Հայաստանի համար։ Ինչի համար իհարկե պետք է մի փոքր այլ քաղաքական ուրեմն համատեքստ, այսպես ասենք, հա։ Պարոն Ղևոնդյան, խնդրեմ շարունակեք։ Հա, մի երկու ուղղակի նկատառում, առաջինը այդ որ ասում եք գծային է եղել, իրականում մենք հաշվի ենք առել այդ ավելի абստրակտ մոտեցումների հավանականությունը, ուղղակի ինչպես ասաց պարոն Քոչարյանը, հնարավոր չէ մեկ ժամում այս 65 էջ ամբողջությամբ ներկայացնել, բայց մեկ բաղադրիչի մասին ասեմ, որպեսզի ավելի պարզ լինի, օրինակ ես նշեցի, որ մեդիա սպառման աղբյուրներից 47%-ը եղել է ռուսականը, մենք այդտեղ նաև շարունակություն ունենք, այդտեղ նաև հաշվարկ ունենք, թե բացի ռուսականներից ինչքան հայկական աղբյուրներ են վերահերարցակել ռուսական մոտեցումները եւ ինչքանով է դա ավելացրել եւ մենք ստացել ենք այդտեղ 80%-ի մոտ մի թիվ,
ստացվում է, որ բացի այդ 47%-ից եւս 33% ձեր նշած այդ վերահեռարձակման արդյունքում է Հայաստանի բնակչությունը ռուսական մեդիայի արգասիքները սպառել։ Ինչ վերաբերում է ձեր նշած 3 սցենարներին, ես նշեմ, որ այստեղ 3 հիմնական սցենար, գոնե ես 3 հիմնական սցենար, որպես տեսնում առաջինը վատատեսական սցենարը, որ մենք ոչինչ չենք անի եւ հարկ եղած պահին Ռուսաստանը կարողանա այդ հիբրիդային գործընթացների միջոցով նույնիսկ ոչ բոլորն օգտագործելով ինչ-որ մի հատվածը օգտագործելով Հայաստանի նկատմամբ լուրջ սպառնալիք ձևավորել եւ այդ դեպքում Հայաստանի պետականությունը կլինի լուրջ վտանգի տակ։ Երկրորդ տարբերակը, որ Հայաստանը որոշ գործընթացներ այնուամենայնիվ կատարի ոչ ամբողջությամբ եւ սա կբերի Ռուսաստանի համար դժվարություններ եւ երրորդ տարբերակը, եթե բոլոր լուծումները ոչ միայն մեր տված, այլ նաեւ համոզված գործընկերները եւս բազմաթիվ լուծումներ կառաջարկեն տարիների ընթացքում, բոլոր լուծումները կարողանան իրականացնել եւ Հայաստանը կարողանա չեզոքացնել այդ մարտահրավերը, հուսանք, որ այդ մարտահրավերին չենք էլ բախվի, դրա կարիքը չի լինի։